Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային մեգա նախագծերից, Ալիևի թաթը ամենուր է։ Ալիև Էրդողան Նեթանյահու նույն տեղում, նույն ժամին, ինչ կա ագրեսորների մտքին։ Ռուսաստանի գիրկը նետվող Ալիևը հիմա Եվրոպային է սեղմում կրծքին։ Առաջին դարում կառուցված տարածաշրջանում պահպանված միակ հեթանոսական տաճարը թշնամու աչքի փուշ։ Պլան B սպիտակ տունը լվանում է ձեռքերը ռուս-ուկրաինական բանակցություններից։ Առանց կրակի ծուղ թե կոռուպցիա կա հանրային աղմուկ ֆինանսների նախարարի շուրջ։ Ինչու են կյանք փրկողին ուզում կյանքից զրկել շտապօգնության բժիշկները իրենք օգնության կարիք ունեն։ Դժբախտ դեպքեր մահեր շինհրապարակներում վիճակագրությունը դրական միտում չունի։ Եվ քաղաքապետ Ղուկասյանի փեսանու ընկերը փոխքաղաքապետ էր Գյումրիում։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին ես Հայկ Նավասարդյանն եմ։ Եվ այսպես Հայաստանի սահմանադրության փոփոխություն Մինսկի խմբից հրաժարում այս պայմաններն են ադրբեջանցիները դրել Բաքու ժամանած Եվրահանձնաժողովի նախագահի առաջ, կրկին ակնարկել, թե Հայաստանը զենք է գնում ու ռևանշի պատրաստվում, սակայն եվրոպացի պաշտոնյան չի հարցրել, թե այսպես կոչված խաղաղության ձգտող Ադրբեջանը ինչու է պահանջում հեռացնել Եվրամիության դիտորդներին սահմանից եւ ով ու ինչու է տորպեդահարում խաղաղության պայմանագիրը։ Ռուսաստանին ռևերանսներ անող Ալիևը հիմա էլ արևմուտքի գիրկն է վազում։ Նա շարունակում է խավիար, նավթ, դոլար բաժանել։ Մինչև եվրոպական հարթակներում Արցախն Ադրբեջանի մաս կճանաչեին, նա սիրով եվրոպացիների գիրկներ նետվում։ Հետո արդեն սկսեց տորպեդահարել, մերժել եվրոպական կողմից ցանկացած միջնորդական առաջարկ դեպի ռուսական կողմներ թեքվել։ Հիմա ղեկը էլի շրջում է։ Այս օրերին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասին էր Բաքվում ընդունում։ Տիկին Կալասը նախ բանակցեց արտգործնախարար Բայրամովի հետ, հետո լրագրողներին գոհունակության մասին պատմեց։ Լավ քննարկում ունեցանք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Մենք ակտիվորեն աջակցում ենք երկու երկրների միջև կապերի կայունության ապահովմանը եւ խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Ես գոհունակությամբ ողջունում եմ խաղաղության փաստաթղթի տեքստի շուրջ համաձայնությունը։ Հուսով եմ, որ հաջորդ քայլերը կլինեն ավելի արդյունավետ։ Բայրամովը բացեց բողոքի տոպրակը, դժգոհեց հայերից, պատմեց, որ Մինսկի խմբի լուծարումն են պահանջում սահմանադրության փոփոխություն, անշուշտ զարկ տալով սեփական երևակայությանն ու բարձրաստիճան եվրոպացուն համոզելով, թե հայկական սահմանադրությունն իրենցից տարածքային պահանջներ ունի։ Իմ գործընկերոջը տեղեկացրեցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջին իրավիճակի մասին։ Ադրբեջանի ակնկալիքները Հայաստանից կրկին մանրամասն բացատրվեցին։ Եվրամիության մեր գործընկերները լավ գիտեն Ադրբեջանի դիրքորոշման մասին։ Սա անոր դիրքորոշում չէ, այն քննարկվում է արդեն 2 տարի։ Ադրբեջանցին ասել է, թե մեջբերում տարածաշրջանում հայկական ռևանշիստական միտումների շարունակականությունը լուրջ մտահոգության առարկա է։ Նա բողոքել է, թե Հայաստանը սպառազինվում է, իբր Հայաստանը սպառնալիքի աղբյուր է մնում իրենց համար։ Այսպիսի ստեր Կալասի համար։ Եվրոպացի բարձր ներկայացուցիչը Բաքվում չհարցրեց, սակայն թե ինչու խաղաղության փաստաթուղթը չի ստորագրվում, ով է տորպեդահարում համաձայնեցված տեքստը։ Տիկին Կալասը վստահաբար գիտի նաև, որ ստորագրման համար Բաքվի հիմնական նախապայմաններից մեկը հայ-ադրբեջանական սահմանից պարեկություն անող անզեն եվրոպացի դիտորդներին հեռացնելն է, ինչին Երևանն ի դեպ համաձայնել է։ Կալասը չի հարցրել, ինչու է խաղաղության ձգտող Բաքուն այսպիսի տարօրինակ բան առաջարկել։ Ադրբեջանական կողմը այս հարաբերող աշխարհում, որտեղ շատ դժվար է հասկանալ, թե ով բարեկամն է եւ ով թշնամին, փորձելու է գնալ որոշակի ռազմական գործողությունների, ինչ դա Ադրբեջանը միշտ սկսում է առաջին տեղեկատվական արշավ եւ ըստ այդմ արձագանքներով արդեն հասկանում է հետագա գործողությունների։ Ալիևի հետ հանդիպանը եվրոպացի Կալասը Ադրբեջանի հասցեին դրվատանք շռայլեց, ասաց Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները եւ հետաքրքրված է դրանց հետագա զարգացմամբ։ Էներգետիկ ոլորտում համագործակցությունը հիշատակելով ասաց երկիրը հուսալի գործընկեր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Այստեղ գովքի սազը ձեռքն առավ Ալիևը։ Էլի հուսալի գործընկերությունից խոսեց, ասաց Բաքուն արդեն գազ է մատակարարում 10 եվրոպական երկրների։ Փոխադարձ հաջողությունների այս շղթայում հիշեց Կայա Կալասը, որ բարձր գնահատականները շռայլում մի երկրում, որտեղ Եվրամիության առաքելությանը լրտեսության համար են մեղադրում։ Մի երկրում, որը էթնիկ զտման է ենթարկել ժողովրդին, հայաթափել է Արցախը ու ոտնատակ տալով պատերազմի գրված ու չգրված բոլոր օրենքները, Բաքվի բանտերն է լցրել հայ ռազմագերիներին։ Եվրամիության բարձր ներկայացուցիչը լռեց։
Ինչու՞։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Հայրս ավելի քան 550 օր բանտում է պարզապես քրիստոնյա լինելու համար։ Այս վերնագրով հոդված է հրապարակել ամերիկյան Fox News-ը հղում անելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդուն։ Կրտսեր Վարդանյանը դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ավելի քան 1.5 տարի Բաքվում բանտարկված հորն ու մյուս 22 հայ գերիներին ազատ արձակելու խնդրանքով։ Դավիթ Վարդանյանը հիշեցրել է, մինչև նախագահ դառնալը Թրամփը նախընտրական քարոզչության ընթացքում խոստացել էր պաշտպանել հալածված քրիստոնյաներին, այդ թվում հայերին։ Թեև Բաքուն արագ տեմպերով Ադրբեջանը Նախիջևանին կապող, Հայաստանը շրջանցող ու Իրանով անցնող ճանապարհ է կառուցում, բայց մեկ է աչքը Սյունիքի վրա է։ Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել, պատրաստ է ճանապարհ տրամադրել, բայց միայն Հայաստանի իրավազորությամբ ու վերահսկողությամբ։ Զուգահեռ այս ընթացքում Բաքու-Թեհրան գործակցությունն է ամրապնդվում տարածաշրջանային նոր նախագծերով, իսկ Հայաստանը դուրս է մնում։ Ինչու՞։ Մասնագետների կարծիքը լսել է Նաիրի Մուրադյանը։ Ադրբեջանական եւ իրանական մամուլը մի քանի օր շարունակ հեղեղված էր Ալիևի եւ Փեզեշքյանի ջերմագին ողջագուրման տարբեր քննարկումների շուրջ լուրերով, տեսանյութերով։ Երկու պետությունների առաջնորդները տարածաշրջանային տարբեր նախագծերից են խոսում ու քննարկում։ Ադրբեջան-Իրան երկաթուղային ճանապարհի գործարկումն էլ բանակցությունների օրակարգում է։ Արաքս գետի վրայով երկու երկիրը կապող ճանապարհն էլ կարմիր թելի նման անցնում է Փեզեշքյան-Ալիև քննարկումներում։ Նախագիծն արագ զարգանում է, այն արդեն համաձայնեցված է եւ Իրանի տարածքի եւ Ադրբեջանի մայրցամաքային հատվածի միջև։ Նախիջևանի հետ ցամաքային կապի ստեղծման հարցում որևէ խնդիր չի լինի։ Ադրբեջանը ցանկանում է օգտվել Իրանով Նախիջևանին միացող ճանապարհից, միևնույն ժամանակ չհրաժարվելով իր պահանջներից նաեւ Հայաստանի նկատմամբ։ Այս ճանապարհով ըստ էության Իրանը ցանկանում է վերացնել Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի պահանջները։ Դա է պատճառը, որ Իրանը խոսում է տարածքային պահանջների ու հավակնությունների անթույլատրելիության մասին։ Մյուս հարցն էլ այն է, որ Իրանը չի ցանկանում, որպեսզի լինի Հայաստանով անցնող ճանապարհ կամ դեմ չէ ճանապարհին, որը չունի միջանցքի կարգավիճակ։ Ալիևն ու Փեզեշքյանը չեն շրջանցում նաև հյուսիս-հարավ մեգա նախագծային ճանապարհը։ Իսկ տարածաշրջանային որ նախագծերում է Հայաստանն ընդգրկված։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները տարբեր դիվանագիտական հանդիպումներում խոսում են տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ Ձեռքներին միշտ այսպես կոչված խաղաղության խաչմերուկը։ Խաղաղության խաչմերուկի մեջ չեմ տեսնում որևիցե մի ճանապարհ, որը կգնա ագարակով դուրս կգա Սյունիքի մարզով եւ կմիանա Իրանի ճանապարհներին։ Իսկ Իրանը ինքը արդեն բավականին երկար ժամանակ է եւ հայտ է ներկայացրել եւ միացած է մեկ գոտի մեկ ճանապարհ մեկ նախագծին եւ արդեն իսկ հիմա կառուցում են երկաթգիծ։ Ինչու է Հայաստանը դուրս մնացել տարածաշրջանային կարևոր տնտեսական ենթակառուցվածքային նախագծերից։ Փորձագետ Մալխասյանը այսպես է պատասխանում. Իշխանության ներկայացուցիչները ջանք չեն գործադրում, որպեսզի նման նախագծերի անդամ դառնան, մինչդեռ Ադրբեջանն ամեն ինչ անում է նմանատիպ նախագծերում ընդգրկվելու համար։ Մեր դիրքորոշումը այդպեսին է, որտեղ մեր համար օքեյ է, եթե մենք այդ ճանապարհով չմիանանք գոտի եւ ճանապարհ մեգա նախագծին։ Ադրբեջանը հիմա դիրքավորվել է հարավային Կովկասում որպես ակտիվ դերակատար գոտի եւ ճանապարհ մեգա նախագծին միանալու համար, բայց Հայաստանը մինչեւ 18 թվականը Չինաստանի հետ ունենալով փայլուն հարաբերություններ, հայտ ներկայացրել է, որ ինքը պետք է միանա եւ միանում է գոտի եւ ճանապարհին։ Կկարողանա Հայաստանը դառնալ հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հատված։ Այս ծրագրի իրականացման համար ըստ փորձագետի կարևոր է Հայաստանում տրանսպորտային այդ միջանցքի ավտոմայրուղու, նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Վրաստանի հյուսիսային հատվածում գտնվող դեպի Ռուսաստան տանող ճանապարհահատվածի արդիականացումը։ Մեզ համար կարևոր է, որ մենք կարողանանք հյուսիսից Վրաստանով միանալ եւ հարավից Իրանով միանալ այդ մեգա նախագծին։ Սա Հայաստանի համար կենսական գոյատևման մեծ նշանակություն ունեցող հատված պետք է լինի հյուսիսը եւ հարավը։ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին Հայաստանի պատշաճ մասնակցության ձախողումն ըստ փորձագետի կարող է վերջնականապես տարածաշրջանում շրջափակել Հայաստանի տրանսպորտային պատկերը։ Եվ դրան են տարիներ շարունակ ձգտել Ադրբեջանն ու Թուրքիան, այն դիտարկելով որպես Հայաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու միջոց։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Ալիև Էրդողան Նեթանյահու չարորակ այս եռյակը, որ 2020-ին Արցախի դեմ էր պատերազմում, մայիսի 7-ից 11-ը նույն կազմով նույն տեղում են հավաքվում։ Ըստ հրապարակային հայտարարությունների սեղանին կլինի Մերձավոր Արևելքի հարցը, ինչ կանի Էրդողան-Ալիև զույգը, եթե Նեթանյահուն որոշի Իրանի դեմ գործի անցնի։ Թեման շարունակում է Տիգրանուհի Կուրղինյանը։ Ոչ ավելի ու ոչ պակաս 5 օր կանցկացնի Իսրայելի վարչապետը Բաքվում, պաշտոնական այցի համար մի փոքր երկար ժամանակահատված է։ Նախ դա չվրիպեց փորձագետների աչքից, հետո քննարկեցին, թե այցի ընթացքում մայիսի 9-ին հյուրընկալող կողմի նախագահ Ալիևը Մոսկվա պիտի գնա։ Հետո արդեն թուրք-ադրբեջանական աղբյուրները գրեցին, որ մայիսի 10-ին էլ Բաքու կմեկնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այսինքն կարող է հավանական լինել, որ Իսրայելի վարչապետը մեկ այցով երկու նշանակետի է պատրաստվում խփել։ Այս երկրների հարաբերություններում հատման կետերն ու ընդհանուր շահերը հիմնականում պարզ են, ինչ խնդիր է լուծում այցն այս փուլում։ Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա ըստ քաղաքագետի, եթե լինի հանդիպում, հավանական է, որ նախ կողմերը կքննարկեն Սիրիայի հարցը, ապա այստեղ Նեթանյահուն ճշտումներ կանի Իրանի հետ հնարավոր բախման դեպքում թուրքական դիրքորոշման մասին։ Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման հիմնական առանցքը հենց Իրան-Իսրայել հնարավոր բախումն է։ Բոլորին հայտնի գաղտնիք է, որ Իսրայելը օգտագործում է ադրբեջանական տարածքը ընդդեմ Իրանի։ Այս հանդիպմանը պարզաջրումներ կլինեն, ինչպես երբ որտեղ։ Վաղուց արդեն Ադրբեջանի տարածքը օգտագործում են ինչ հակաիրանական գործողությունների համար, կլինի հատուկ ծառայությունների գործունեություն, ինչ-որ հետախուզական, էլեկտրոնային կամ այլ հետախուզական գործունեություն։ Եթե զուտ Իրանի խնդիրն ենք վերցնում, ապա ըստ ենք Ադրբեջանի դիրքորոշումը Իսրայելի համար ունի շատ ավելի կիրառական նշանակություն։ Թեև Իսրայելը Մերձավոր Արևելքում իր հարցերն ու խնդիրներն ունի, բայց հյուրընկալող Ալիևին էլ հետաքրքիր է ինչ կա իրականում Իրանի հետ հարաբերություններից, սպասել ռազմական բախման թե ոչ ու որոնք են իր անելիքները։ Լինելու դեպքում էլ բացառված չէ, որ Բաքուն դա ամենահարմար առիթը կարող է համարել հայ-ադրբեջանական սահմանին սադրանք հրահրելու համար։ Հասկանալի է, որ ամերիկացիները Իսրայելի հետ որոշակի փակ ինֆորմացիայով կիսվում են եւ բնական է Ադրբեջանը կցանկանա ստանալ այդ ինֆորմացիան, կարող է լինել այն վերջին ազդակը, որը Ադրբեջանի ղեկավարությունը կհամոզի, որ հիմա ճիշտ ժամանակն է նոր այնատավալ հարձակում սկսել Հայաստանի նկատմամբ կամ Բանգեզուրի միջանց կբացել կամ մոտենալ Սևանալճին եւ Սևանալճի հատի մի մասը վերահսկել։ Էրդողան, Նեթանյահու, Ալիև, պատերազմի մեր ժամանակների հայրերը նույն տեղում, նույն ժամին դժվար թե խաղաղություն ծրագրեն։ Փորձագետները ենթադրում են տարածաշրջանը նոր զարգացումների նախաշեմին է։ Տիգրանուհի Կուրղինյան, ժամը լրատվական։ Իսկ այս օրերին, երբ հայկական մամուլի գլխագրերում գառն ու տաճարի բաղնիքի խճանկարի վերականգնման թեման է, Բաքվի քարոզչական մեքենան կրկին վայնասուն է դրել։ Առաջին դարում կառուցված, տարածաշրջանում պահպանված միակ հեթանոսական տաճարի ծագումը պատմություն չունեցողները փորձում են կասկածի տակ դնել։ Սոցիալական ցանցերում կադրեր են հրապարակում, թե տեսեք գառնին ոչ թե անտիկ շրջանում, այլ միայն 20-րդ դարում է կառուցվել։ Իսկ իրականում դրանք գառնի խոնարհված տաճարը 1969-ին վերականգնելու լուսանկարներն են։ Նկարները, որ տեսնում եք, խորհրդային շրջանում գառնու տաճարի վերականգնման ընթացքից են։ Ադրբեջանցիները Թվիթերում քարոզչություն են սկսել, տեղադրում են այս լուսանկարներն ու փորձում ապացուցել, թե իբր տաճարը հին չէ, իբր հայերն այն կառուցել են խորհրդային տարիներին, որպեսզի իրենց հռչակեն հին մշակույթ ունեցող ազգ։ Մասնագետներն ասում են, տարիներ անց էլ թշնամուն բնորոշ ձեռագիրն անփոփոխ է, ոչ միայն ջնջում, ավերում են հայկական մշակույթը, այլև մեր ունեցածով կերտում իրենց նորորյա պատմությունը։ Ինքը ուզում է կլանել ամբողջ հայկական լեռնաշխարհը, ինքը սկսել է այդ արևելյան կողմից եւ կլանելով առաջ է գնում, այսօր Արցախը կլանեց եւ հիմա խորժակը շատացել է եւ անընդհատ փորձում է հիմքեր ստեղծել իր ծավալաբաշխական քաղաքականությանը։ Քարերի հետ են կռիվ տալիս, յուրացնում մեր մշակույթն ու իրենց ներքին հաշվեհարդարը տեսնում։ Այդպես վարվեցին նաև Նախիջևանի ավելի քան 26,000 հայկական հուշարձանների մշակութային արժեքների հետ, որոնցից եւ ոչ մի հետք չթողեցին։ Նախիջևանում ոչ մի հատ գոյություն չունի։ Բարոյական մեղքը Հայաստանի Հանրապետության մեջ եւ մինչեւ հիմա որովհետեւ ոչ մի պատասխանատվություն չկարողացավ Հայաստանը Ադրբեջանին ենթարկել։ Ավելին, բարոյապես եւ իրապես ցույց Ադրբեջանին, որ այսօր էլ Արցախի մշակութային նյութական արժեքներն է, բաց ոչնչացնում։ Նախ սեփականաշնորհում են, հետո ոչնչացնում, նկատում են փորձագետները, հիշեցնում։ Բաքվում այսօր միակ պահպանված հայկական եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, կառուցված 20-րդ դարասկզբին։ Այն էլ թողել են որպես նմուշ իրենց ապահովագրելու համար։ Բոլոր այդ լուսասրճիկներին կամ պետական պատվիրակներ
ընկերներին ցույց են տալիս, որ տեսեք մենք հայկական եկեղեցին պահպանել ենք։ Իրականում ավիրել են հոգևոր եւ գերեզմանական հուշարձանների 99%։ Նախիջևանում օրինակ մեր պատմական հետքի վկայությունները, փաստող լուսանկարները եւ պատմագիտական ճշգրիտ ուսումնասիրությունները կարելի է գտնել միայն հատուկ մասնագիտական գրականությունում, այն էլ սահմանափակ քանակությամբ անհատներն են տպագրել։ Այվազյանի խոսքով այս հրատարակություններն այսօր մեր երկրում ոչ միայն չեն խրախուսվում, այլև անհատների ջանքերով ստեղծված փաստական աշխատություններն էլ գրադարաններին չեն տրամադրվում։ Դա պետական տերոր է, սեփական մշակույթի նկատմամբ այդ 300 օրինակ, 500 օրինակից օրինակներ չեն հասնում նույնիսկ արկա գրադարաններին։ Հայաստանը ունի մոտավորապես 930-950 բնակավայրեր, մոտավորապես 1500-ից ավելի գրադարաններ ունեին համայնքային, կեսից ավելի փակվել է։ Երևանում ընդամենը մի քանի ամիս առաջ փակվեց ինֆորմացիոն կենտրոնի գրադարան։ Այս գրադարանն ի դեպ 2 միլիոնանոց ֆոնդով է։ Գիրքը գրադարանին հասցնելու հարցում պետությունն ըստ փորձագետի ձեռքերը վաղուց է լվացել, պետական որևէ աջակցություն այս հարցում չկա, ինչը չի կարելի ասել միլիոնավոր դոլարներ ծախսող ու կեղծ պատմություն ստեղծող Բաքվի մասին։ Ինչ ենք թողնում սերունդներին, հարցնում է հուշարձանագետը, եթե նույնիսկ եղածին տեր կանգնել չենք կարողանում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ հատվածում։ Պլան B սպիտակ տունը լվանում է ձեռքերը ռուս-ուկրաինական բանակցություններից։ Առանց կրակի ծուխ թե կոռուպցիա կա, հանրային աղմուկ ֆինանսների նախարարի շուրջ։ Ինչու են կյանք փրկողին ուզում կյանքից զրկել, շտապ օգնության բժիշկները իրենք օգնության կարիք ունեն։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը միջազգային լրահոսով։ Եթե Ռուսաստանը ձախողի խաղաղ բանակցությունները, ԱՄՆ Սենատը պատժամիջոցներով կպատասխանի 72 սենատոր արդեն աջակցել է Ռուսաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ սահմանելու օրինագծին։ Զուգահեռ Սպիտակ տունը խոստանում է շարունակել զենք զինամթերքի մատակարարումները Կիևին։ Ստացվում է, փոխվում է խաղի կանոնները ռուս-ուկրաինական բանակցություններում։ Պատերազմի իրավարը վերցնելով նահանգները լվանում է ձեռքերը։ Ամերիկայի գերեմոցիոնալ նախագահը, որ մի քանի օրում պատրաստվում էր կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը ու խաղաղության ժամանակներ բերել, կարծես հետ է քաշվում ձեռնարկած բանակցություններից։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը կոնկրետ ասաց, մեջբերում չենք պատրաստվում յուրաքանչյուր կանչով թռչել աշխարհի մի ծայրից մյուսը հանդիպումները միջնորդելու համար։ Ժամանակն է, որ նրանք Ռուսաստանն ու Ուկրաինան մշակեն եւ ներկայացնեն կոնկրետ գաղափարներ հակամարտության ավարտի վերաբերյալ։ Դա այժմ նրանցից կախված կլինի։ Գործից ձեռքերը լվանալու մասին ավելի վաղ ակնարկել էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հակամարտության կողմերի նկատմամբ մտրակի ու բլիթի քաղաքականություն որդեգրած Միացյալ Նահանգների այս կտրուկ ու շրջադարձային հայտարարությունը արեց ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագրի ստորագրմանը հաջորդած ժամերին։ Իսկ սրա շուրջ բանակցությունները ամիսներով ձգվեցին։ Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել վերակառուցման ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամ, որին կփոխանցվի օգտակար հանածոների, այդ թվում գազի եւ նավթի արդյունահանման միայն նոր նախագծերից ստացված եկամտի 50%-ը։ Այս հիմնադրամը կողմերը կկառավարեն հավասար իրավունքներով, ԱՄՆ-ն կշարունակի օգնությունն Ուկրաինային։ Սա նշանակում է, որ առնվազն մոտ չէ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը, որովհետեւ զենքի մատակարարումը չի դադարելու, իսկ պայմանավորվածությունը այնքան էլ Թրամփի գծագրածը չէ։ Բայց Սպիտակ տունը ձևակերպում է այս գործարքի նպատակն է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին վճարի օգնության դիմաց, որը ստացել է պատերազմի ընթացքում։ Միացյալ Նահանգները ստանալու այդ հանածոները, բայց դրա փոխարեն պետք է տրամադրի ռազմամթերք Ուկրաինային։ Դա այն չէ, ինչ որ Թրամփն էր առաջարկել։ Զելենսկին ստացավ ավելի նպաստավոր իր համար պայմաններ, որպեսզի շարունակի պատերազմը։ Իսկ ինչպես է նա հանելու այդ հանածոները Ուկրաինայից, պարզ չէ։ Մեծ մասը գտնվում է ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Թեև Զելենսկին պատերազմը շարունակելու հավելյալ արտոնություն է ստանում, փաստաթղթում որևէ նշում չկա ԱՄՆ-ից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին, ինչին ձգտում էին Ուկրաինան եւ Եվրոպան։ Կոնֆլիկտը բարդ ու կենսական է կողմերի համար, ասում է քաղաքագետը, նույնիսկ ժամանակավոր հրադադարի մասին դժվար է խոսել։ Հետքայլի տեղ կարծես չկա։ Ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը զիջումների չեն գնում եւ ցանկացած կողմը իր պահանջներն է առաջ տանում։ Սա Վիետնամ չէ, ոչ էլ
Աֆղանիստան է, այստեղ կենտրոնական եւ կենսական շահերը կան։ Այս համաձայնագիրն ու պետդեպի հայտարարությունը փոխում են ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ վերջին ամիսներին ձևավորված ենթադրություններն ու ակնկալիքները, թե դրանք միտված են սպառման։ Տարիների երկարաժամկետ պլաններ ունեն կողմերը, ապացուցվեց, բանակցությունները ուժ չունեն։ Քաղաքագետն ասում է, այս պատերազմը բացառապես ռազմական հանգուցալուծում է պահանջում։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Այժմ Հայաստան մեր երկրի պետական պարտքը 2018-ի նկատմամբ կրկնապատկվել է, այժմ մոտ 13 միլիարդ դոլար ունենք վճարելու։ Ֆինանսների նախարարը երկրի պետական պարտքից բացի անդրադարձել է նաև իր անվան հետ կապված ֆինանսական աղմուկին։ Մի խումբ փաստաբաններ դիմել են գլխավոր դատախազություն, պարզելու ինչպես է ստացվել, որ Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլար անտոկոս վարկ ու 50,000 դոլար նվիրատվություն է ստացել։ Նախարարը սակայն կարծում է ինքը կոռուպցիոն սկանդալում չէ։ Ֆինանսների նախարարի շուրջ կոռուպցիոն սկանդալային թեմաներով քննարկումները շարունակվում են։ Փաստաբանական համայնքի ներկայացուցիչներն էին հայտարարել, որ Վահե Հովհաննիսյանի նկատմամբ հնարավոր է քրեական վարույթ հարուցվի։ Ինչպես է ստացվել, որ ֆինանսների նախարարը 0% վարկ է ստացել։ Քեռու անունով էլ շինություն գրանցել։ Ուղիղ հարց նախարարին. Վահե Հովհաննիսյանը կոռուպցիոն գործարքների մեջ է եղել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում կամ իրականացրել վերջացրել է, ստատուսի մասին տեղյակ չեմ։ Այդ ուսումնասիրության շրջանակներում ինձնից պահանջվել են որոշակի պարզաբանումներ, ես տրամադրել եմ ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր։ Ես չեմ հրավիրվել որևէ այլ մարմնի կողմից եւ որովհետեւ ինչքան հասկանում եմ, այդ դատական գործը ոչ թե իմ դեմ էր, այլ դատախազության, որը չի քրեական հետապնդում հարուցել։ Ենթադրում եմ նաև այն պատճառով, որ այդտեղ հարուցելու որևէ բան չկա։ Լավ, այդ դեպքում ինչպես է Վահե Հովհաննիսյանը անտոկոս վարկ ստացել։ Ֆինանսների նախարարը պատմությունն այսպես սկսեց. 2020-ի պատերազմից հետո ընկերներով որոշել են տեխնոլոգիական պարկ հիմնադրել։ Ֆինանսների նախարարի ընկերներից մեկը գումար է ներդրել այդ գործի մեջ, որն ըստ Հովհաննիսյանի ձևակերպվել է որպես պարտք։ Ընկերությունն էլ ղեկավարել է Վահե Հովհաննիսյանը։ Հետո ըստ նրա, երբ ինքը ստանձնել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, այդ գործունեությամբ չի զբաղվել եւ այդ պարտքն ու ընկերությունը փոխանցել է երրորդ անձի։ Ինչ վերաբերվում է արտոնություն ստանալուն, ապա ճիշտ ասած ես տեղյակ չեմ եղել այդ արտոնության պատմության հետ կապված։ Ֆինանսների նախարարությունը այդ process-ում ուղղակի ստուգում է արդյոք թղթերը ճիշտ են ձևակերպված, ճիշտ են լրացված, համապատասխանում է ԱՏԳ կոդերը իրենց սահմանված ձևաչափին եւ ԵԱՏՄ ֆորմատին եւ ստացել է այդ արտոնությունը։ Ընդհանրապես Հովհաննիսյանը չի համարում, որ ինքը կոռուպցիոն սկանդալում է հայտնվել, որովհետեւ ինչ որ մեկը որոշել է ինքը իրան գովազդի իմ ինչ որ մի բանի հաշվին։ Հիմա եթե ես հայտարարեմ, որ կամ ինչ որ մեկը ձեզ մեղադրի ինչ որ մի անհեթեթ բանի մեջ, դա ոչ չի նշանակում, որ դուք հայտնվել եք այդ սկանդալի մեջ։ Եթե դատարանը կուսումնասիրի կամ որ համապատասխան մարմինները կուսումնասիրեն եւ կհամարեն, որ այդտեղ խնդիր կա, ապա բնականաբար կպատասխանենք, կներկայացնենք բոլոր հիմնավորումները եւ համապատասխան գործողություններ կհետևեն դրան։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որպես քրեական գործ հարուցելու հիմք նշել էր Վահե Հովհաննիսյանի կողմից G-Coder ընկերությանը տրամադրած 52.5 միլիոն դրամի չափ փոխհարությունը Հայաստանի կառավարության որոշմամբ այդ նույն ընկերության նկատմամբ կիրառված 1.5 միլիարդ դրամ արժողությամբ ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Երբ բռնարարի ձեռքը չես բռնում, նոր բռնություններ են ծնվում մեր երկրում, ցավոք հաճախ է պատահում, որ կյանք փրկելու գնացած բուժաշխատողին փորձում են զրկել կյանքից։ Վերջին թարմ դեպքը աշտարակում էր շաբաթվա սկզբին։ Օրենսդիրը քննարկում է բժշկի վրա ձեռք բարձրացողին քրեական պատասխանատվության ենթարկել։ Շտապօգնության բժիշկներն իրենք են երբեմն շտապօգնության կարիքն ունենում։ Նրանց նկատմամբ ոտնձգությունների շղթան չի ընդհատվում, իրար հերթ չտալով արձանագրվող դեպքերի դատապարտումներն էլ իրենց հերթին։
Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի եւ բռնության ցանկացած փորձ եւ դրսեւորում։ Առողջապահության գլխավոր պատասխանատուն այս հայտարարությունը շաբաթասկզբին արեց, աշտարակում կանչի գնացած բժիշկներին դանակով էին դիմավորել, հարձակվել նրանց վրա, վարորդներ տուժել։ Որպեսզի այս խնդիրը վերջապես լուծում ստանա, նախարար Ավանեսյանը տեղեկացնում է, խորհրդարանում արդեն նախագիծ է քննարկվում։ Պատգամավորներն են նախաձեռնել, գնում են իրավակարգավորման ճանապարհով։ Բուժաշխատողների նկատմամբ բռնությունը քրեականացնել են ուզում։ Նախարարն էլ իր հերթին մի ուրիշ առաջարկ է դնում սեղանին՝ շտապօգնության բրիգադներին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելու հարցը, թե ինչ նկատի ունի Ավանեսյանը, պարզ չէ, չի մանրամասնում։ Ցավոք հերթական անգամ մենք ունենք արտաքին գեղեցիկ փաթեթավորում, իբր մի խումբ մարդկանց առողջության կյանքի մասին անհանգստանալու հնարավորություն կամ առիթ, իրականության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ բռնությունը ջատագովվում է, բռնությունը կիրառվում է, քանի դեռ պատասխանության չեն ենթարկվում բռնություն կիրառած անձին, սկսած թքողներից վերջացրած բռնություն գործադրողներով, մենք պարբերաբար ունենալու ենք կրկնվող իրավիճակներ, անկախ նրանից կլինեն քրեական օրենսգրքում նոր հոդվածներ, թե չեն լինի։ Բռնություն կիրառողը էմոցիայի տակ չի այդ պահին մտածում իրենք դատեն, իրենք չեն դատի, դա հոգեբանական վիճակ է։ Այսինքն այստեղ ոչ միայն պետքա քրեականացնել, բայց դրա հետ զուգահեռ պետք է այնպեսի համակարգ ստեղծել շտապօգնության, որ չլինի խնդիրներ բնակչի եւ շտապօգնության աշխատակցի մեջ։ Մեր երկրում հիշեցնեմ 2018-ից բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը նախ 300-ից 500 հազար դրամի չափ տուգանքով էր պատժվում, իսկ այն բռնությամբ կամ դրա սպառնալիքով իրականացնելը 1-ից 2 ամսվա կալանքով կամ 2-ից 5 տարվա ազատազրկմամբ։ Բազմաթիվ գործեր հարուցվեցին, բայց հետո 2021-ից ուժի մեջ մտավ խմբագրված քրեական օրենսգիրքը, ու այստեղ հայտնի 130.1-ը տեղ չունեցավ։ Ուրեմն հիմա ընդամենը հետ քայլն է օրակարգում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներ անց։ Դժբախտ դեպքեր մահեր շինհրապարակներում վիճակագրությունը դրական միտում չունի։ Եվ քաղաքապետ Ղուկասյանի փեսան ու ընկերը փոխքաղաքապետ էր Գյումրիում։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հայաստանում աճող բազմահարկերի հետ ավելանում են նաև շինհրապարակներում արձանագրվող դժբախտ պատահարների թիվը 2024-ին 22 մահվան ելքով դեպք ենք ունեցել ու ցավոք վիճակագրությունը դեպի դրականը չի փոխվում։ Գրեթե բոլոր դեպքերում արտակարգ պատահարների պատճառը անվտանգության կանոններին մատների արանքով նայելու արդյունքն է։ Երևանում կառուցվող բարձրահարկի 6-րդ հարկից մի քանի օր առաջ ընկավ շինարարը, մահացավ։ Աշխատանքի տեսչականն իր նախաձեռնությամբ վարույթ է հարուցել, մասնագետների խումբ ընտրել, բայց ամենայն հավանականությամբ միայն հաջորդ շաբաթվա ընթացքում կանցնի տարածքը զննելու։ Կոնկրետ դեպքի մասով դեռևս շատ բան չեմ կարող ասել, որովհետև դեռևս չունենք տեղեկատվություն։ Բայց փոխարենը տեսչականն ունի վիճակագրություն, տխուր վիճակագրություն կամ գոնե, ինչպես կառույցի պաշտոնյան է ձևակերպում, դրական միտում չունեցող վիճակագրություն։ 23 թվականին այդ թիվը դարձել է մոտավորապես 46 դժբախտ դեպք, որից մահվան ելք է եղել 11-ը։ Իսկ 2024 թվականին այդ դեպքը մեր վարույթներում կոնկրետ աճել է 79 դեպքով, 22 մահվան ելքով։ Մահացած քաղաքացիները հիմնականում երիտասարդ են եղել, ունեցել են հրահանգ, օրինակ համապատասխան սաղավարտ կրել, չեն ենթարկվել։ Սակայն Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը նկատում է շատ դեպքերում գործատուներն էլ չգիտեն, ինչ ասել է առողջ ու անվտանգ աշխատանքային պայմաններ։ Շատ ոլորտներում մենք նույնիսկ այդ նորմերը չունենք եւ ստիպված են լինում օգտագործել դեռևս հին ուրեմն ժամանակների գոստեր, նորմեր, որոնք այսօր արդեն իրատեսական չեն օգտագործել, որտեղ դրանք հնացել են եւ աշխատանքային գործիքներն են փոխվել։ Այնուամենայնիվ մահվան դեպքերի համար ով է մեղավոր կամ պատասխանատու, տեսչականի ղեկավարի տեղակալը գնահատական չի տալիս։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչն էլ պնդում է յուրաքանչյուր առանձին դեպք առանձին մեղավոր կողմ ունի։ Մենք վարորդներին բոլորին տուգանում ենք, որ ամրագոտի չեն կապում, արդյոք բոլորն են կապում։ Արդյոք բոլորը ունեն այդ մշակույթը ձևավորած, ոչ, դեռևս չունեն։ Եվ այս այն դեպքում, եթե տուգանում ենք,
Բայց այստեղ սկի չենք էլ տուգանում, ինչի մասն է խոսքը։ Տեսչականի լիազորությունները ավելացնելը պետք կարծիքը եւ Տեսչականի պաշտոնյան եւ Արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարը կիսում են։ Տեսչականը իրավունք պիտի ունենա ցանկացած պահի ցանկացած կազմակերպություն մտնելու, ստուգում իրականացնելու, թե չէ սпасել դիմում բողոքի, մակագրել, զեկուցել, 3 օր առաջ էլ կազմակերպությանը տեղյակ պահել, մահից հետո էլ ինչ ենք ուզում։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Գյումրու քաղաքապետի Փեսանու ընկերը փոխքաղաքապետ էր ավականու այսօրվա նիստում Վարդան Ղուկասյանը հայտարարել է, թե չնայած բարեկամական կապերին դստեր ամուսնու նկատմամբ ավելի պահանջկոտ ու խիստ կլինի այս եւ օրվա այլ կարևորի մասին մեկ տեսաշարում։ Ալավերդիի հուշահամալիրը կրկին հիշատակի վայր կդառնա։ Հաղթանակ 9-45 շարժման ակտիվիստները վերականգնել են խորհրդային զինվորների լքված եղբայրական գերեզմանը։ 20 ակտիվիստներին օգնել է հայրենական մեծ պատերազմի 99-ամյա վետերան Միխայիլ Սահակյանը։ Նրանք նաև հետխորհրդային տարածքի այլ երկրներում են կարգի բերում հայրենական մեծ պատերազմի զինվորների գերեզմանները։ Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ է եղել, 4.4% ավելի, քան նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին էր։ Դոլարով արտահայտված նույն ժամանակահատվածում աճել է 5.8%։ Ֆինանսների նախարարի խոսքով վերջին տարիներին ըստ ներգրավման արժույթի եւ ըստ ռեզիդենտության ներքին պարտքի ծավալի մասնաբաժինն ընդհանուրի մեջ աճել է։ Վարդան Ղուկասյանի Փեսան, Ավետիս Արաքելյանն ու ընկերը Գագիկ Մանուկյանը ընտրվել են Գյումրու փոխքաղաքապետեր։ ԿՊ ներկայացուցիչները կգլխավորեն 2 հանձնաժողով՝ քաղաքաշինության ու հողօգտագործման, նաև իրավական հարցերի։ Ավականու հերթական նիստի օրակարգում քաղաքապետի տեղակալների ու մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների ընտրությունն է եղել։ Պեկ համալիր ստուգումների վարչության հարկային տեսուչը ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումը չարձանագրելու համար 4 միլիոն դրամ է պահանջել ու ստացել։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում խոշոր չափերի կաշառք ստանալու եւ կաշառք տալու կասկածանքով երկուսին էլ ձերբակալել են։ Վարորդական իրավունքի վկայականում կարգեր ավելացնելու համար ոստիկանության աշտարակի հաշվառման քննական բաժանմունքի աշխատակիցը պահանջել ու կաշառք է ստացել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ 4 անձի են ձերբակալել։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ վերջում եղանակի մասին մայիսի 3-ից 6-ը 7-ի գիշերը Հայաստանում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ և գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Այժմ եղանակի մասին առավել մանրամասն։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում սպասվում է 15-ից 22 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում կլինի 20-ից 26, Լոռիում 17-ից 21 աստիճան տաքություն։ Տավուշում սպասվում է 19-ից 22 աստիճան, Արարատում, Արմավիրում 24-ից 26 աստիճան տաքություն։ Սյունիքի Հովիտներում կլինի 24-ից 28, Սյունիքի նախալեռներում 17-ից 22 աստիճան տաքություն։ Իսկ Մայրաքաղաքում գիշերը կլինի 12-ից 14, ցերեկը սպասվում է 22-ից 24 աստիճան և երեկոյան ժամերին 14-ից 16 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։